Բարի օր, իմ շատ սիրելի եւ հարգելի հեռուստադիտողներ, մենք սկսում ենք մեր աշխատանքը ուղիղ եթերում։ Իսկ ձեզ համար տաղավարում աշխատում եմ ես, Ալիտա Եղիազարյանս։ Այսօր առաջարկում եմ մեր հաղորդումը սկսենք խոսելով մի կարևոր տարրի մասին, որը շատ անհրաժեշտ է մեր օրգանիզմի համար, եւ դա մագնիումն է, որը շատ կարևոր է մեր օրգանիզմի կենսականորեն կարևոր գործառույթներից շատերի համար։ Մագնիումը օգնում է պահպանել մկանների եւ նյարդերի նորմալ գործունեությունը, ինչպես նաեւ սրտի նորմալ ռիթմը, օգնում է պայքարել բորբոքումների դեմ, ամրացնում իմունային համակարգը, կարգավորում արյան մեջշաքարի մակարդակը եւ մասնակցում օրգանիզմում ավելի քան 350 բիոքիմիական ռեակցիաներին։ D վիտամինի հետ միասին մագնիումը նաեւ օգնում է կանխարգելել օստեոպարոզի զարգացումը։ Այս տարի պակասից կարող է առաջանալ որոշակի առողջական խնդիրներ, օրինակ, հնարավոր է զարգանա աթերոսկլերոզ, ինֆարկտ, ասթմա, բարձր ճնշում, ճարպակալում, դիաբետ, միգրեն եւ դեպրեսիա։ Մագնիումի պակասը արտահայտվում է հոգնածությամբ, մկանային կծկումներով, սրտխոփոցով, գլխացավով եւ անքնությամբ։ Մարդու օրգանիզմը չի սինթեզում մագնիում եւ դրա համար այն անհրաժեշտ է ստանալ սննդի միջոցով։ Մագնիումով հարուստ է բրոկոլին, սպանախը, նուշը, դդմի եւ արևածաղկի սերմերը, յոգուրտը եւ ձուկը։ Իսկ հիմա սիրելի հեռուստադիտողներ, մեր հաղորդումը եւ մեր տրամադրությունը բարձր նոտայի վրա պահպանելու համար առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վայելենք հաճելի երաժշտություն, որից հետո վերադառնանք եւ ես արդեն կներկայացնեմ մեր այսօրվա զրուցակցին։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս եմ մաղթում նրանց, ովքեր նոր են միացել մեզ, մեր հյուրը արդեն տաղավարում է, սիրով այսօր արդեն ներկայացնեմ նրան։ Այսօր զրուցելու ենք թվային մարքետոլոգ, SMM մասնակետ, SMM for Business մարքեթինգային ընկերության հիմնադիր տնօրեն Անի Զորաբյանի հետ ենք այսօր զրուցելու։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ եմ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես շնորհակալ եմ հրավիրելու համար։ Այսօր հետաքրքիր եւ շատերին հուզող թեմայի մասին ենք խոսելու, SMM-ից, մարքեթինգից, այ թվային աշխարհում ինչ է կատարվում, բայց ամենասկզբում ուզում խոսենք ձեր մասնագիտական ընտրության մասին, ինչպես ստացվեց, որ ընտրեցիք այս մասնագիտությունը եւ ինչ տարբերություն կա SMM-ի եւ մարքեթինգի միջեւ, քանի որ շատ հաճախ մարդիկ շփոթում են այս երկու մասնագիտությունները։ Ես առաջին մասնագիտությամբ սերվիսոլոգ եմ, ավարտել եմ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության երկրաբանության ֆակուլտետի սերվիս բաժինը, ու այդպես հիմնականում ինքը ավելի շատ մասնագիտացած էր աշխարհագրության, զբոսաշրջության նման համակարգերի կառավարման մեջ, ու երրորդ կուրսում մենք անցանք ավելի խորը գովազդ, PR, մարքեթինգ, ու ես հասկացա, որ այդ ամենը ինձ ավելի շատ է դուր գալիս, քան կոնկրետ այն մասնագիտությունը, որ ավելի խորացված սովորում եմ, ու այդպես սկսեցի խորանալ մասնագիտության մեջ, դեռ այդ ժամանակ Հայաստանում SMM-ը որպես այդպեսին զարգացած չէր, ու ոնց որ անգամ չգիտենք, որ ինքը դառնալու է ապագայի մասնագիտություն, ու այդպես հավանելով մասնագիտությունը ընտրեցի ու սկսեցի խորանալ։ Ու SMM-ը ինքը մարքեթինգի մեկ փոքր հատվածն է։ Օրինակ շատերը մտածում են, որ եթե դիմում են օրինակ SMM մասնագետի, ինքը ամբողջ մարքեթինգի պատասխանատուն է, բայց իրականում SMM-ը մարքեթինգի թվային ճյուղի մի փոքր հատվածն է։ Այսինքն SMM ասելով մենք չենք հասկանում ամբողջական մարքեթինգ, որովհետև մարքեթինգի մեջ մտնում է եւ արտաքին գովազդ, եւ օֆլայն, եւ օնլայն, եւ արտաքին գովազդ, եւ հեռուստագովազդ, իսկ SMM-ը թվային հարթակում կոնկրետ բիզնեսի կամ անձի առաջխաղացման ապահովումն է։ Իսկ նաև գովազդային տեքստեր գրելու համար պետք է այդ հմտությունները ունենաս, այ կհիշես նաև առաջին բառը կամ նախադասությունը, որ գովազդային գրել ես եւ արդեն ունեցել ես հաճախորդներ եւ հասկացել ես, որ դա քո մասնագիտությունն է հենց։ Տեսեք, հենց ամենասկզբից որ ես մտել եմ հենց այս մասնագիտության մեջ, մուտք եմ գործել հենց որպես տեքստեր գրող մասնագետ, այսինքն copywriter, եւ այդ ժամանակ Հայաստանի բավականին հայտնի մարքեթինգային ընկերություններից մեկում հենց ընդունվել են որպես copywriter մասնագետ, ու այդ ժամանակ աշխատում էինք բավականին հայտնի սուպերմարկետների հետ, անուններ երևի չթվեմ, ու հենց իրենց էջերի համար ես գրում էի գովազդային տեքստեր, ու մինչ այդ այն այսպես ասած տաղանդը, որ ես հասկացա, որ ես կարողանում եմ տեքստերի հետ աշխատել, ես այսպես սիրողական այդպես գրքեր էի գրում, փոքրիկ պատմություններ եւ այլն, ու այսպես հրատարակում էի եւ որպես նվեր բաժանում էի իմ ընկերներին, ծանոթներին, ու ասում էին, որ լավ է ստացվում, այսինքն այդտեղից էր գալիս տեքստերը գրելու։ Ու երբ որ իմացա, որ Թափուր Հաստիկ Կատավյան ընկերությունում դիմել
ունեցի, մի քանի այսպես task-եր տվեցին տարբեր ընկերությունների համար բավականին հայտնի, ու ես գրեցի ու միանգամից փորձաշրջան անգամ ոնց որ չանցա, ասացին միանգամից դուք ընդունված եք աշխատանքի, ու այդպես ոնց որ կարիերան սկսեց copywriting-ից, այսինքն տեքստեր, որոնք որ կարողանում են կպնել մարդու հոգեբանությանը, որովհետև տեքստերով գիտեք որպես լրագրող ինչքան դժվար է հենց տեքստայինով մարդու վրա ազդել, օրինակ խոսելով, reel image կամ չգիտեմ ինչ-որ նկարով ավելի շատ բան կարող ես մարդուն հասցնել, քան կոնկրետ տեքստերի միջոցով, հատկապես որ պետք է լինի բավականին կարճ, որովհետև հիմա երկար տեքստերը ակտուալ չեն, մարդիկ ժամանակ չեն սիրում ծախսել, ու կարճ տեքստով դու պետք է կարողանայիր կպնել հաճախորդի էմոցիաներին, որպեսզի նա ցանկություն ունենա արդեն գնում կատարել քո պրոդուկտից։ Արդեն կարող ենք ասել ոչ միայն կարճ տեքստերը, այլ նաև կարճ տեսանյութերի, երկար ոչ մեկ չի ցանկանում դիտել, դրա համար ավելի շատ ռիլեր են նայում։ Իսկ այս մասնագիտության հիմնական հմտությունները նաև պետք է ունենաս լրագրողական հմտություններ, թե միայն SMM եւ մարքեթինգ սովորելով հնարավոր։ Տեսեք, SMM-ի մեջ մտնում է իրականում մի քանի մասնագիտություններ, բայց օրինակ եվրոպական երկրներում ոնց որ SMM թիմի են դիմում, որպեսզի յուրաքանչյուրը մասնագիտացած լինի իր ճյուղի մեջ եւ ավելի որակյալ ծառայություն մատուցի, բայց Հայաստանում հիմնականում ցանկություն են հայտում եւ ավելի մաչելի է այդպես ստացվում եւ ավելի հեշտ են ադապտացվում մեկ հոգու հետ շփվելով, քան օրինակ թիմի, որում աշխատում է մինիմալը օրինակ 5 հոգի։ Օրինակ SMM-ի մեջ մտնում է հենց առաջին SMM մասնագետը, որը իրականում պատասխանատու է ռազմավարության կազմման, մրցակիցների ուսումնասիրության մեջ, ընդհանուր թիմի ղեկավարման մեջ, հաճախորդի հետ կապ, վերլուծություն, անալիտիկա, գովազդների միացում, դա հենց SMM մասնագետի գործառույթների մեջ է մտնում։ Բայց SMM-ի մեջ կան նաև մի քանի այլ մասնագիտություններ, օրինակ reel making-ը, որը էլի Հայաստանում անում SMM մասնագետը, բայց ինքը առանձին մասնագիտություն է։ Ունենք story making, ունենք graphic designer, որը նկարների պատասխանատուն է, ունենք feedback manager, հետադարձ կապի պատասխանատու, որը որ մասնագիտացած է հենց նամակներում եւ մեկնաբանություններում հաճախորդի հետ կոնտակտի է։ Դա նույնպես ինքը առանձին է, որովհետեւ պետք է իմանաս ինչպես գրագրության միջոցով պատասխանես հաճախորդի հարցերին ու բավարարես նրա հարցերը։ Ոչ թե կոպիտ հնչի քո գրածը կամ չոր կամ այլ ընտրանքային տարբերակներ չառաջարկես, բոլորը իր նրբություններ ունեն։ Մի խոսքով, բայց Հայաստանում հիմնականում այդ ամենը անում է մեկ մարդ, այսինքն ամբողջացած է մեկ մարդու մեջ, բայց կոնկրետ մարքեթինգային ընկերությունները այլ տարբերակով են աշխատում, կոնկրետ մեր ընկերությունը նույնպես աշխատում է թիմային տարբերակով, այսինքն երբ ընկերությունները մեզ դիմում են, մենք աշխատում ենք թիմով։ Իհարկե հաճախորդը կապ է հաստատում միայն թիմի ղեկավար SMM մասնագետի հետ, այսինքն ընդհանրապես կարիք չկա, որ ինքը առանձին ճանաչի ու առնչություն ունենա reel maker-ի հետ, story maker-ի հետ, կամ feedback manager-ի կամ graphic designer-ի հետ։ Բայց այսպես ավելի ճիշտ է, որովհետև ամեն մեկը խորացած է իր մասնագիտության մեջ եւ ավելի լավ եւ ավելի մասնագիտորեն է մոտենում իր աշխատանքին։ Այդ հարցը ես այո, դե ուզում տալ, հնարավոր է որ մեկ մասնագետը կարողանա ամեն ինչ անել եւ դա լինի որակյալ եւ հենց այդ հարցին պատասխանեցիք, որ պետք է ամեն մեկը խորանա իր մասնագիտության։ Իհարկե բացառություններ լինում են, օրինակ լինում են, որ մարդը իր մոտ ամեն ինչ ստացվում է։ Օրինակ դասերի ժամանակ էլ երբ որ ինձ մոտ սովորում են, կա մարդ, որ իր մոտ ամեն ինչ ստացվում է, տվյալ իմ նշած բոլոր ուղղությունները իր մոտ շատ լավ ստացվում է։ Եվ ինքը օրինակ այդ ժամանակ ուղղակի պետք է նա աշխատի ավելի քիչ ընկերությունների հետ։ Օրինակ չի կարող 10 ընկերություն վերցնել, ամբողջը ինքը անել ու ստանալ լավ արդյունք։ Մինչև 3 ընկերության հետ եթե այլ զբաղվածություն չունի, կարող է այդ ամենը անել։ Բայց օրինակ կան մարդիկ, որոնք որ չգիտեմ 10-ից ավել վերցնում են, արդեն աշխատում են որակի վրա։ Քանակ վերցում են, որակը այդպես տուժում է։ Իհարկե կան մարդիկ, որ մնացած բաները մեկը գովազդ չի կարողանում լավ միացնի, մեկի մոտ շատ լավ կադրերի որսալ է, այսինքն reel making-ն է շատ լավ ստացվում, մեկը շատ գեղեցիկ վիզուալներ է պատրաստում, ու կան բացառություններ, որ այդ ամենը մեկի մոտ շատ լավ ստացվում է ու շատ լավ աշխատում է տարբեր ընկերությունների հետ։ Այ խոսեցիք դասապատրաստումից, որը դուք նաև իրականացնում եք, նաև քանի որ այս մասնագիտությունները երկու մասնագիտություններն էլ շատ տարածված են կարծես Հայաստանում եւ նաև սովորելու վայրերը նույնպես շատ են, գրեթե ամենտեղ սովորեցնում են եւ հնարավոր է ընդամենը մի քանի ամսում, երբ որ կուրսեր են անցկացնում, հնարավոր է լիովին տիրապետել այս մասնագիտությանը 3 կամ 5 ամսում, թե ավելի երկար ժամանակ է պետք։ Սա իրականում ամենակարևոր հարցերից մեկն է, որը ես բազմիցս բարձրացրել եմ եւ իմ
սոցիալական հարթակներում եւ ինչ որ հաղորդումների, ոդքասթերի ժամանակ, այո, կուրսերը շատ են ու բոլորն էլ այդ մասին խոսում են, ոլորտը բավականին դեպի լրջացման է գնում ու եւ կուրսերը եւ SMM-ով զբաղվող ընկերությունները օրեցօր այսպես ասած աճում են, բայց իրականում դրանից շատ քիչ են, որ որակ են տալիս։ Իսկ սովորելու առումով ես բազմիցս ասում եմ, կոնկրետ մեզ մոտ կուրսերը 1.5 ամիս են տևում, բայց 1.5 ամսվա ընթացքում դու ձեռք ես բերում միայն բազային գիտելիքներ։ Օրինակ շատերը օրինակ այդ ասվածը, որ ես գրում եմ միշտ բազային, միշտ այսպես սխալ են ընկալում, ասում են դուք միշտ ասում եք, որ 1.5 ամսում հնարավոր չէ սովորել, բայց ձեր կուրսերը ինչ են 1.5։ Ու ես մեծ տառերով գրում եմ բազային, ասում եմ, ես ասում եմ, որ 1.5 ամսում դուք չեք կարող դառնալ պրոֆեսիոնալ մասնագետ, որովհետև ես ոլորտում արդեն 10 տարի այս ոլորտում եմ, բայց ես գրեթե ամեն օր նոր բան եմ սովորում։ Այսինքն դու անգամ տարիների փորձ ունենալով դու չես կարող քեզ համարել պրոֆեսիոնալ։ Դու պետք է անընդհատ սովորես, որովհետև սա այն հարթակն է, որը որ գոնե ամիսը մեկ անգամ մի բան փոխվում է։ Եվ ալգորիթմերը մի օր այս գովազդն է աշխատում, մի օր այս գովազդն է աշխատում, մի օր ռիլերն են լավ աշխատում, մի օր ռիլերը լավ չեն աշխատում, նկարային հրապարակումներն են լավ աշխատում, կա ժամանակ սթորիները շատ դնում ես ավելի լավ է աշխատում, կա ժամանակ մեկ սթորին է լավ աշխատում, այսինքն դու պետք է անընդհատ սովորես լինես մասնագիտության մեջ, որ տիրապետես ալգորիթմներին։ Բայց 1.5 ամսում դու կարող ես իմանալ ինչ է SMM-ը, ինչ է մտնում, ամեն ինչից մի քիչ բազային գիտելիքներ։ Բայց շատերը օրինակ ասում են 1.5 ամսում դարձիր պրոֆեսիոնալ SMM մասնագետ եւ աշխատիր նվազագույնը 300,000 դրամ։ Այսպես շատ գովազդային հոլովակներ են պատտվում, բայց դրանք բացարձակապես իրականության հետ կապ չունեն։ Մարդը պետք է մինիմալը 1.5 ամսում պարզապես ծանոթանա մասնագիտության հետ, հետո արդեն պրակտիկայի միջոցով կարողանա ինքը տիրապետի մասնագիտության նրբություններին, որտեղ ինքը բավականին բարդ է, ինչքան էլ որ Հայաստանում հիմա շատերը ամեն երկրորդ SMM մասնագետ է դառնում, բայց իրականում եթե իսկապես լավ մասնագետ ես դառնում, շատ նրբություններ, այնտեղ կարգավորումներ կա, շատ խորը մասնագիտական, որը երկար ժամանակվա ուսումնասիրություն է պահանջում, նույն թարգեթինգը։ Ու չես կարող ուղղակի կարող ես հեռախոսով այսպես պրակտիկայից տարբերակով արագ գովազդ միացնել, բայց դա հենց գովազդի թարգեթինգը չէ, թարգեթինգը ինքը հենց առանձին մասնագիտություն է համարվում եւ թարգեթոլոգները, չգիտեմ, բավականին շատ գումարներ, դրսի միջազգային փորձ են ուսումնասիրի, որպեսզի կարողանան այնպիսի գովազդ միացնել, որը իսկապես համապատասխան լինի տվյալ բիզնեսի կարիքներին եւ կարողանա վաճառք բերել, ոչ թե պարզապես ամսվա վերջում ինչ-որ կլորիկ գումար դուրս գա հաշվից, բայց ոչ մի արդյունք, ոչ մի վաճառք, ոչ մի բրենդի ճանաչելիություն չապահովի։ Այս ընթացքում նաև մարդկանց մոտ այդ դեպքում հարց է առաջանում, երբ որ դիտում են այդ գովազդները, երբ որ շատ են սովորելու տեղեր, այլ մարդիկ ինչպես ճիշտ մասնագետ ընտրեն եւ որպեսզի հասնեն արդյունքի եւ գումարը անիմաստ չգնա եւ նաև դառնան մասնագետ։ Ինչը հաշվի առնեն մասնագետ ընտրելուց։ Նախ հենց այդ գովազդի մատուցումը, որ ես իմ էջում էլ միշտ դա հրապարակում եմ, որտեղ որ ես ասում եմ 1.5 ամսում, 1 ամսում կամ տեղեր կան, անգամ 10 օրյա կուրսեր կան, եթե հենց առաջինը կարդում են, որ 10 օրում հնարավոր է դառնալ պրոֆեսիոնալ SMM մասնագետ եւ շատ գումարներ աշխատել, հենց առաջինը պետք է պարզապես իրենց հետ այլ կոնտակտի չմտնեն, որովհետեւ դա պետք է լսեն մի քիչ համաշխարհային փորձ, ուսումնասիրեն։ Այսօր համացանցը այնքան հագեցած է, այնքան շատ ինֆորմացիա կարող են թեկուզ արհեստական ինտելեկտի միջոցով այնքան հարցադրումներ կարող են տալ, որպեսզի կարողանան ճիշտ ընտրեն։ Հենց առաջին այդ ժամանակային առումով եթե մեկ ասում են, որ դու պետք է ունենաս բազային գիտելիքներ, բայց մինչև դու փորձ չունենաս, ինչ որ իրական էջի վրա չաշխատես, գովազդները չմիացնես, չանջատես, չհասկանաս տվյալ ոլորտի համար, որն է աշխատում, դու չես կարող պրոֆեսիոնալ դառնալ։ Պետք է նաև այնպիսի մասնագետների հետ աշխատեն, ովքեր որ դասընթացից հետո կապ են պահում, որովհետև եթե կուրսերը բավականին կարճ են, 1-1.5 ամսյա, բնականաբար հենց արդեն մարդը, որ օրինակ ինչ-որ մի էջի առաջխաղացմամբ է սկսում զբաղվել, հենց իրական գործնական փուլում ավելի շատ հարցեր են առաջանում։ Օրինակ շատ ընկերություններում հենց հստակ նշված է, որ դասընթացից հետո կապ չկա կամ առավելագույնը 1 ամիս է վճարովի տարբերակով։ Մեր ընկերությունում այդպես ինչ-որ սահմանափակում չկա։ Մենք մշտապես ասում ենք, որ ուսանողների հետ կապ կա, անգամ 4-5 տարի ավարտած ուսանողներ կան, մինչև հիմա հարցեր լինում են, սիրով պատասխանում ենք, որովհետև ոնց որ այսպես ասած շատերը դա նույնպես ինչ-որ գովազդի են վերածել, որովհետև եթե օրինակ հարցեր են առաջանում, ասում են եկեք վերապատրաստման։ Ոնց որ կրկին նույն աշակերտի միջոցով ցանկանում են այսպես ասած գումար աշխատել, իրականում հավերապատրաստումները պետք են, բայց եթե ինչ-որ թեթև հարցեր են ընթացիկ, ինչ-որ բաներ են փոխվում, պետք է պատասխանեն։
Մի խոսքով կարծում եմ պետք է շատ ուսումնասիրեն շուկան ու միանգամից այսպես մի հատ գայթակղիչ գովազդով մեկ 10 օրում դարձիր պրոֆեսիոնալ աշխատիր այսքան գումար, այդպես գայթակղիչ առաջարկներին չմատնվեն, այլ շատ խորը ուսումնասիրեն շուկան, որպեսզի եւ իրենց ներդրումը կրթության մեջ լինի արդյունավետ եւ կարողանան ստանան բավականաչափ հենքային գիտելիքներ, որոնք հետագայում կարողանան գործնականում կիրառել եւ վերածել արդեն գումարի եւ լավ խորացված մասնագիտության։ Այ երբ որ ձեզ մոտ դասերը մի փոքր ավելի կարճ են, 1-1.5 ամիս եւ հիմնականում բազային գիտելիքներն եք տալի, այսինքն պետք է մարդիկ նախապես հիմնական բազան ունենան եւ բազային գիտելիքներ ձեռք բերելու պրակտիկայի միանան, թե արդեն դուք այն հիմնական գիտելիքները նաեւ տալիս եք այդ 1.5 ամսում, ինչ հիմնական բաներ եք սովորում։ Մենք հենց շատ դեպքեր է լինում, երբ որ մարդը ընդհանրապես գաղափար չունի SMM-ի մասին, այսպես ասած հենց 0-ից, հենց ամենասկզբից edge-ի բացելուց սկսած, business edge-ը ինչպես են բացում, ինչպես են edge-երը միմյանց կպցնում բիզնես պորտֆոլիոյի հետ աշխատանք, այսինքն ամենահենքային հատվածից մենք սովորեցնում ենք։ Իսկ եթե մարդը արդեն ինչ-որ միտեղ ունեցել է արդեն սովորելու փորձառություն կամ վատ փորձառություն կամ այդքան լավ գիտելիքներ չի ունեցել, մի փոքր այլ կուրս ենք մատուցում։ Ունենք նաև վերապատրաստումներ, երբ որ արդեն իսկ աշխատող SMM մասնակիցները ինչ-որ մի փուլում հասկանում են, որ իրենց գիտելիքները բավարար չեն, վերապատրաստման առանձին կուրսեր ունենք։ Բայց բացի դա, բացի հենքային գիտելիքները, մեզ մոտ նաև կա հնարավորություն կուրսը ավարտելուց հետո մեր ընկերությունում անցնել internship, որը որ բացարձակ անվճար է։ Էլի շատ ընկերություններ կան, որ ուսանողը պետք է վճարի, որպեսզի իրական պրոյեկտների վրա աշխատի։ Մեզ մոտ եթե ուսանողը ինքն ցանկանում է եւ սովորելու ընթացքում ցուցաբերում է լավ առաջադիմություն, հասկանում ենք, որ իսկապես իր մոտ ստացվում է մասնագիտությունը, մենք ինքներս էլ առաջարկում ենք, որպեսզի մեր ընկերությունում 1 ամսյա internship անցան իրական պրոյեկտների վրա, որոնց SMM-ով մենք զբաղվում ենք։ Օրինակ մոտենում են նկարահանումների, գրում են մարքեթինգային տեքստեր, սթորիներ մեր SMM մասնագետների ուղղորդությամբ։ Այսինքն իրենք առաջադրանք ստանում են, SMM մասնագետը նայում է, ասում է ինչը պետք է ուղղես, այսպես սխալների ուղումներ են անում, reel maker-ների հետ գնում են նկարահանման, story maker-ների հետ գնում են story making-ի, գովազդ են միացնում անգամ պրոֆեսիոնալ SMM մասնագետի հետ, այսինքն մենք այդ հնարավորությունն ենք տալիս, որպեսզի միայն տեսական գիտելիքներով չգնա, չնայած կուրսը նույնպես այդ 1.5 ամսվա ընթացքում ինքը միայն տեսական չէ, յուրաքանչյուր դասի ավարտին նաև ունենում են գործնական առաջադրանքներ իրական edge-ի վրա։ Եթե տվյալ մարդը արդեն իսկ ունի ինչ-որ edge կամ իր անձնական բլոգն է վարում, հենց այդ edge-ի վրա ենք աշխատանքները տանում։ Իսկ եթե ընդհանրապես նոր է ոլորտում անգամ իր edge-ը չունի, ինչ-որ այսպես ինչ-որ մի հատ պայմանական edge ենք, այսպես ասած հորինում, ինչ-որ բիզնես կլինի, հագուստի ոլորտ, չգիտեմ, կլինի ինչ-որ խմորեղենի խանութ, կախված ինքը ինչ ոլորտ է նախընտրում։ Ու արդեն որոշում ենք edge-ի անուն, լոգո, միասին պատրաստում ենք, այսպես վերացական ինչ-որ բիզնես ենք ստեղծում, այդ բիզնեսի վրա աշխատում ենք։ Իսկ այդ պրակտիկ գիտելիքները արդեն թույլ են տալիս այդ ամեն ինչը ավելի շատ կիրառել։ Իսկ internship-ի ավարտին, երբ որ մենք զգում ենք, որ internship-ը շատ հաջող է անցել, շատ ուսանողների նաև մեր ընկերությունում աշխատանքի առաջարկ են անում։ Այս պահին էլ մեր ընկերությունում մոտ 10 աշխատակից եղել են իմ ուսանողներից։ Այսինքն հաղթարել են internship-ի փուլը, հասկացել ենք, որ կամ ինչ-որ մի հատվածն է ստացվում, կամ ընդհանուր SMM-ն է ստացվում, մեկը reel maker-ը, մեկը story maker-ը, այսպես նաև աշխատանքի հնարավորություն է ունենում էլի ուսանողը։ Իսկ Անիլյան, հիմնականում ձեզ դիմում են սկսնակները, թե կան նաև այլ օրինակ ընկերության տնօրեններ կամ հիմնադիրներ, ովքեր ուղղակի ուզում են իրենց գիտելիքները վերապատրաստվեն եւ այլ ավելի իրենց բիզնեսը առաջ տանելու համար են դիմում։ Նախացան, որ շատ ընկերություններ կան, ովքեր որ ցանկանում են իրենք վարեն իրենց բիզնես edge-ը, կամ ունեն SMM մասնագետ, սակայն ցանկանում են իրենք էլ տիրապետեն, որպեսզի կարողանան իրենց SMM մասնագետին ուղղորդեն։ Ու այդպես էլ շատ դասընթացներ ունենք վերապատրաստման, որ օրինակ գալիս են էլի բավականին հայտնի ընկերությունների տնօրեններ, փոխտնօրեններ, հենց բիզնես ունեցողները կամ մարքեթինգի պատասխանատուն, այսինքն իրենց համար էլ կա առանձին կուրսեր, հենց անհատականացված իրենց բիզնեսի համար։ Այսինքն դա այդ ժամանակ ընդհանուր չենք խոսում SMM-ից, այլ կոնկրետ վերլուծում ենք տվյալ edge-ում ինչ կա սխալ արված, ինչը այլևս չի աշխատում, որ կիրառվում է, կամ իրենք են հենց իրենց edge-ով զբաղվում, կամ արդեն իրենք ուղղորդում են իրենց SMM մասնագետին իրենց ստացած գիտելիքները, որպեսզի ավելի արդիական առաջխաղացում արվի edge-ում, որպեսզի արդյունքը ավելի լավ լինի։ Նաև on-line դասընթացներ էլ է անցկացվում վեբինարների տեսքով, մասնակցում են մանկավարժներ, չգիտեմ, վերջինը մեկ շաբաթ առաջ էր, հիմնական լսարանը մանկապարտեզների տնօրեններ էին, մանկավարժներ, հոգեբաններ, այսպիսի սեգմենտ էր հավաքվել ու գրեթե բոլորը ունեն իրենց զարգացման կենտրոնները,
իրենց ընկերությունները կամ պարզապես SMM մասնագետներ էին, ովքեր որ զբաղվում են տվյալ ոլորտի SMM-ով։ Ու իրենց համար բավականին շատ հագեցած էր, որովհետև ես մատուցում եմ վերջին ալգորիթմերի փոփոխությունը։ Իրենք էլի տեղյակ էին, բավականին շատ ակտիվ լսարան էր, բայց ամեն դեպքում կան բաներ, որոնք կարող 2 օր առաջ են օրինակ նոր ինտեգրվել, դեռ իրենց չէր հասել այդ ինֆորմացիան ու բավականին արդյունավետ էր ամբողջական վեբինարը։ Իսկ դասերը հիմնականում խմբային է, թե նաև լինում է որ անհատական կուրսեր են լինում։ Երկու տարբերակով էլ լինում է, իհարկե վերջին ժամանակում ավելի շատ հակված են անհատական տարբերակին։ Օրինակ մի 2 տարի առաջ ավելի շատ ցանկանում էին խմբային տարբերակով, որովհետև հիմնականում այսպես էր իրենց կողմից կարծիքը, որ եթե խմբային է, ոնց որ ավելի ինտերակտիվ է անցնում, համ շփվում են, նոր կապեր են հաստատում, համ էլ ինչ որ մեկը հարց է տալիս, հնարավոր է այդ հարցը դու էլ ունեիր, կամ կարող անգամ չէր մտածել այդ հարցը տայր, ու այդպես մեկը մյուսից սովորում էր, բայց վերջի 1 տարին գրեթե խմբային տարբերակով որպես այդպեսին չեն ցանկանում, գրեթե ով դիմում է, ասում է կլինի անհատական, որտեղ շատերը կամ արդեն իսկ իրական էջի վրա են ցանկանում սովորել, կամ իրենց անձնական բլոգում, մեկը բլոգեր է, մեկը ինչ-որ SMM մասնագետ է, ցանկանում են իրենց էջի վրա լինի, որպեսզի ավելի խորանան, որովհետև երբ որ խմբային տարբերակով է լինում, հիմնականում ոնց որ ամեն մեկը իր ոլորտի մասին է խոսում, ու այսպես չեն հասցնում ամբողջական իրենց հարցադրումները տալ։ Իսկ եթե իրենց էջի վրա ենք աշխատում, արդեն ամբողջ այդ եւ առաջադրանքները, եւ ընդհանուր էջի փաթեթավորումը, եւ կոնտենտի տեսակները մի խոսքով ամբողջը կատարում ենք իրենց էջի վրա։ Այսինքն վերջին ժամանակներում ավելի շատ 90% եւ ավելը ցանկանում են անհատական տարբերակով կամ խմբային տարբերակով։ Իսկ այսքան տարի այս ոլորտում լինելով եւ նաեւ շփվելով մարդկանց հետ ինչ եք նկատում, այս մասնագիտության հանդեպ հետաքրքրվածությունը ավելի է մեծանում, թե նաեւ քչանում է, քանի որ կարող ենք ասել, որ ապրում ենք այսպես ասած թվային աշխարհում եւ արհեստական բանականության միջոցով այսօր կարելի է ամենից սովորել եւ նաեւ ինչու՞ չէ տեքստեր գրել եւ այլ մասնագետի չդիմել, ինչ եք նկատում, վերելքի ապրում այս մասնագիտությունը կա հետաքրքրվածություն։ Իրականում հետաքրքրվածությունը շատ է, բայց իրականում շատերը նաև մտավախություն ունեն ձեր նշած, որ արհեստական ինտելեկտը արդեն իսկ օգնում է ցանկացած ոլորտում, այս ոլորտը նույնպես անմասն չի մնում եւ շատ բիզնես ունեցողներ կարող են առանց SMM մասնագետի, հատկապես եթե վճարովի տարբերակն արհեստական ինտելեկտի, ինքը նաև կարող է ռիլերը մոնտաժել, այսինքն ինչ-որ reel maker-ի, story maker-ի կարիք հնարավոր է չնկատվի, բայց իհարկե շատերը ամեն դեպքում իհարկե գնահատելով արհեստական ինտելեկտի կարողությունները, որը որ յուրաքանչյուրիս էլ օգնում է, իհարկե ամեն դեպքում մտածում են, որ մարդուց, հենց իրական մարդուց լավ չկա։ Իհարկե շատ դեպքերում ճիշտ է, որպեսզի կարողանան զուգորդեն։ Ես մենակ միշտ էլ խորհուրդ եմ տալիս, որ օգտվում են, բայց այնպես չլինի, որ ամեն ինչը, այսինքն չգնա մարդու բթացման։ Եթե էլի դիմում ես օրինակ արհեստական ինտելեկտին, ինչ որ եւ տեքստերի առումով, եւ ռիլերի սցենարների առումով, ամեն դեպքում ես խորհուրդ եմ տալիս, որ չբավարարվել իր տված, ինքը կարող է որոշակի իդեաներ տալ, բայց ցանկալի է, որ յուրաքանչյուրը նաեւ իր լեզվա մտածողությանը, իր ոլորտի կարիքներին հարմարեցնի, որպեսզի կարողանա ավելի լավ արդյունք ստանալ, որովհետեւ շատ դեպքերում ես ինքս էլ երբ որ նայում եմ ինչ որ ռիլեր, այսպես արագ հասկանում եմ ինչքանով է այդ գրված արհեստական ինտելեկտի միջոցով ինչքանով է, որ SMM մասնագետը զուգորդել է, այսինքն վերցրել է իդեան, բայց այսպես փոփոխել է, ադապտացրել է, դա ավելի լավ է աշխատում, որովհետև միևնույն է մի օր կարող է սպառվի, ինչքան էլ, որովհետև եւ լեզվամտածողությունը տարբեր, որովհետև ամեն դեպքում ինքը միջազգային է ու երբ որ հայաֆիկացնում ես, այսպես բառեր կան, որոնք որ ընդհանրապես չի լինում։ Օրինակ կարող է, չգիտեմ, ասել մազահեռացման հետ կապված ինչ-որ մի տեքստ գրիր, օրինակ մազահեռացման թերապիան ինքը օրինակ մեկնաբանի մազերի բուժում։ Այսինքն շատ դեպքերում չեն ուզում ժամանակ ծախսել, մտածում են թե որ արհեստական ինտելեկտը ասում է մազերի բուժում, ուրեմն այդպես է, այսպես շատ իրական դեպքեր եմ էլի ես ասում, օրինակ չեն մտածել որ էլի վերցնեմ իդեան, բայց օրինակ մտածեն ոնց կարելի է մազահեռացում անվանել մազերի բուժում կամ մաշկի բուժում, պետք է ասել մազահեռացում, անցանկալի մազերի վերացում։ Եթե այդ այսպես անում ես, ինքը հնարավոր է, բայց իրականում դեռևս ինչ որ անկում չի նկատվում, այսպես հետաքրքրությունը շատ են ցանկանում, պարզապես այն է, որ շատերը դիտարկում են SMM-ը որպես իրենց երկրորդ կամ երրորդ մասնագիտություն։ Ես շատ կցանկանայի, որ մարդիկ հասկանային, ովքեր որ սովորում են, որ դա եթե իրենց էջի համար չէ իհարկե, եթե էջի համար է սովորում կոնկրետ իր մասնագիտությամբ է էջը վարում, ես միայն կողմ եմ որ սովորեն, բայց եթե մարդը
Օրինակ, չգիտեմ, նախադեպեր եմ ունեցել, որ ինձ դիմել է գինեկոլոգ սովորելու համար, նշելով, ես մտածել եմ, որ ինքը ցանկանում է իր էջի համար սովորի, սակայն բարձրացավ, որ ասաց թե մինչև պացիենտները ժամը 13:00 էին ինձ մոտ լինում, հետո դե ընկերուհիներիս էջերը կվարեն, բան ինձ համար դա ցավալի էր, որովհետև կարծում եմ, որ բժշկի մասնագիտություն ունեցողը պետք է անգամ մինչև 13:00 են իր հաճախ պացիենտները, բուժառուները, ամեն դեպքում հետո կարող է իր էջի առաջխաղացմամբ զբաղվել կամ ինչ-որ սեմինարներ կազմակերպել ինչ-որ հղիների կամ չգիտեմ նմանատիպ մարդկանց համար դա ավելի արդյունավետ կլինի, քան որ մարդիկ սովորեն որպես երկրորդ կամ երրորդ մասնագիտություն արժեզրկելով եւ շուկան լճացնելով։ Իսկ ամենատարածված սխալները, որ սկսնակները անում են, որոնք է որ ցանկալի է չանեն, ինչ սխալներ են հիմնականում դիմում։ Հենց գովազդի միացումից սկսած, որ օրինակ այդ մենեջերը, որ ինքը պրոֆեսիոնալ հարթակն է, օրինակ շատերը մտածում են, որ չխորանան այդ բարդության մեջ, միանգամից այնա գովազդը միացնում են հենց Instagram-ի կամ Facebook-ի միջից հրապարակման տակից, բայց բնականաբար այդտեղ նախ հարկեր են առաջանում, հատկապես հեռախոսը iOS, Apple տարբերակով է, մոտավորապես 50%-ը միայն հարկ է գնում, օրինակ շատերը այդպես են անում, հետո մտածում են, դե ոչինչ, ավելի լավ է հեշտ տարբերակով միացնեմ, անգամ գումարը շատ գնա, բայց իրականում այդպես չէ։ Կամ օրինակ շատ լավ չեն տիրապետում մասնագիտությանը, օրինակ երկար ռիլեր են նկարում կամ, չգիտեմ, համապատասխան տեխնիկա չեն օգտագործում, օրինակ խոսափող, լույսեր կամ լույսերի ճիշտ աշխատանք չգիտեն, օրինակ ռիլի մեջ մարդու դեմքը փայլում է, չեն կարողանում ճիշտ խմբագրել դեմքը կամ լույսը սխալ կողմից են գցում, այսինքն շատ խորը մասնագիտական բաներ կան, որ սկսնակների մոտ թերություններ շատ է լինում։ Կամ ձայնի այդ աշխատանք, որովհետև օրինակ դրսում եթե նկարահանումը լինում է, իհարկե մոնտաժային ծրագրերում էլ կան ձայները բարձրացնելու, կողքի աղմուկը մաքրելու հնարավորություններ, սակայն նաև կան արհեստական բանականության մի շարք ծրագրեր, որոնց միջոցով ավելի այսպես ազդեցիկ կարելի է ձայնը մատուցել, բայց այդպես շատ խորը մասնագիտական բաներին չեն տիրապետում։ Նկարների չափերն են սխալ տեղադրում շատ հաճախ, երբ որ սկսնակ են լինում, մտածում են հենց հեռախոսով ինչ որ նկարել են, միանգամից դա կարելի է հրապարակել, բայց Instagram-ը ինքը պարբերաբար չափերի փոփոխություն է ունենում, եւ եթե դու չափերը չես հարմարեցնում Instagram-ի ֆորմատին, կարող է գովազդ թույլ չտա միացնել, կարող է կամ թույլ տա boost տարբերակով միացնել, սակայն լավ չաշխատի։ Այսինքն լիքը մարուկներ կան, որ մտածում են, դե դա ինչ է, բայց իրականում շատ կարևոր է։ Նույնիսկ թոյների քանակը օրինակ շատերը մտածում են, որ մեկ օրվա ընթացքում կարելի է ամբողջը նկարային սթորիներ տեղադրել, բայց իրականում դա նույնպես չի աշխատում, որովհետև Instagram-ը սիրում է, որ ամեն ինչը տարբեր լինի, օրինակ մի հատ լինի նկարային սթորի, մի հատ լինի ռիլ տարբերակով նույնիսկ նկար, այսինքն մեկ ու մեկ կամ ամեն օր հրապարակումները, օրինակ հատկապես որ նոր էջի SMM-ով են սկսում զբաղվել, մտածում են, որ ամեն օր հաճախորդի աչքին թեկուզ լավ երևալու համար, այսպես շատ արագ էջը լցնենք, բայց իրականում Instagram-ը չի սիրում շատ անսովոր ակտիվություն ու շատ անսովոր пассивություն, այսինքն ոչ կարելի է մեկ օրվա ընթացքում մեկից ավելի հրապարակում անել, ոչ 20 հատ սթորի տեղադրել, ոչ էլ կարելի է շաբաթը մի անգամ անել։ Ամենալավը օրը մեջ տարբերակովն է։ Երբ որ դու օրը մեջ ես տեղադրում, նախ լսանին չես ձանձրացնում քո կոնտենտով, համեն ալգորիթմը սկսում է ավելի լավ աշխատել։ Նույնիսկ սթորիներն էլ առավելագույնը ցանկալի օրական 3 հատ տեղադրել, քան դրանից ավել։ Այո, որ խոսում ենք էջի գովազդի մասին, շատ հաճախ ոչ թե օրինակ բիզնես էջերի, այլ մարդիկ իրենց անձնական ռիլերը կամ էջերը վիդեոներ տեղադրելիս շատ հաճախ չեն գիտեն, որ պետք է գովազդ միացնեն, որպեսզի էջը ավելի տարածելի դառնա, բայց չեն իմանում, որ ժամին պետք է միացնեն եւ նաեւ կան ժամեր, երբ որ մարդիկ շատ հաճախ նշում են երեկոյան կամ առավոտյան, երբ որ տեղադրում ես, այդ ժամանակ ավելի ակտիվ է, իրականում կան այդպիսի ժամեր, թե դա միֆ է եւ երբ պետք է, որքան ժամանակ պետք է գովազդը միացնել։ Տեսեք, կոնկրետ հրապարակումների առումով դա ընդունելի է, որ հենց հրապարակումները արվում է, ցանկալի է, որ ինքը լինի կամ 19:00-ից հետո, որովհետև կամ յուրաքանչյուրը կարող է իր էջում տեսնել իր հետևորդների ակտիվ ժամերը։ Յուրաքանչյուր եւ բիզնես եւ անձնական էջերում կարգավորումների բաժնում կա լսարանի ակտիվության ժամեր, բայց հիմնականում միջինացված տվյալներով 19:00-ից 23:00 համարվում է ամենաակտիվ ժամերը, այսինքն հրապարակումների առումով կա այդ մոտեցումը, որ պետք է այդ ժամին հրապարակել։ Նաև մյուսը, որ եթե օրինակ երեկոյան ժամին չէ քո լսարանը, չգիտեմ, կարող է ինչ-որ fast food է, չգիտեմ, արդեն պետք է ընդմիջումից առաջ հրապարակում արվի։
Այսինքն լավագույն ժամերը կամ մինչև 11-ն կա ժամանակահատվածներ, այսինքն նախաընդմիջման ժամանակահատվածը հիմնականում դե Հայաստանում այսպես մեկից է, չէ, հիմնականում ընդմիջումները 1-ից 2 կամ 12-ից 2-ն կա ժամանակահատվածում, դրանից առաջ եթե ուտելիքի հետ կապված, առաքման հետ կապված է, այդ ժամանակ հրապարակ են։ Իսկ եթե ինքը այդպիսի բան չի ենթադրում, ցանկալի է յուրաքանչյուր ռիլ ավելի լավ դիտումներ բերում է ժամը 19:00-ից հետո։ Իսկ գովազդի տեսանկյունից, որպես այդպեսի չկա ինչ-որ մի ժամ, որովհետև շատ դեպքերում գովազդի միացումը որոշակի ժամանակ է պահանջում։ Այսինքն կախված ոլորտից ընդհանրապես նորմալ է մինչև 24 ժամ։ Հնարավոր է դու օրինակ այսօր գովազդը միացնես, եթե մի քիչ ավելի սպეციფიկ ոլորտ է, պետք է ադմինները նայեն, հաստատեն, հնարավոր է հաջորդ օրը նույն ժամին նոր միանա։ Բայց եթե ինքը սովորական ինչ-որ շատ թեթև ոլորտ է, որ ու արդեն սովոր է քո էջը գովազդին, հիմնականում 10 րոպեից սկսած կարող է գովազդը միանալ։ Բայց օրինակ ես մեր փորձից ելնելով կարող եմ ասել, որ ժամերի չպետք է կպնել, ուղղակի նշում եք սկիզբը տվյալ օրը ու կամ վերջնաժամկետը նշում եք կամ չեն նշում, դա էլ կա, էլի այս բան ալգորիթմի փոփոխություն կա։ Եթե դու վերջնաժամկետը չես նշում գովազդը ավելի լավ է աշխատում։ Օրինակ այսօր միանում է գովազդը, չենք նշում, որ ամսի 20-ին օրինակ ավարտվի։ Մենք նշում ենք այսպես ongoing տարբերակով, առանց վերջնաժամկետ տարբերակով, մենք մեզ մոտ ֆիքսում ենք երբ պետք է գովազդը օրինակ 5 օր հետո ենք ցանկանում կամ 7 օր հետո ենք ցանկանում, մենք ձեռքով անջատենք գովազդային հարթակից։ Այդպես ըստ փորձի ավելի լավ, ավելի մաչելի է գովազդը ստացվում եւ ավելի շատ նամակագրություն եւ զանգեր եւ պատվերներ են գրանցվում։ Այդպես մի խոսքով գովազդի համար ժամային այսպես սեգմենտ չկա։ Ցանկացած ժամի կարելի է միացնել ու ժամին չկպնել, միայն օրերի սկիզբ եւ ավարտ նշել կամ ավարտը չնշել, ձեռքով անջատել։ Իսկ կան հարթակներ, որոնք կոնտենտի զարգացման համար ավելի լավ են, թե ամեն հարթակ ունի իր լսարանը։ Իհարկե ամեն հարթակ ունի իր լսարանը, սակայն ներկապահին ամենաշատ ակտիվ սոցիալական հարթակը համարվում է TikTok-ը։ TikTok-ը արդեն 3 տարի է առաջատարն է ամբողջ աշխարհում եւ իր ներբեռնումների առումով աշխարհում 4 միլիարդից ավելի ներբեռնում միայն հավելվածի ունենք TikTok հարթակում։ Այսինքն այդքան մարդ միայն իր հեռախոսի մեջ ներբեռնել է, որից 2 միլիարդը իրենք ակտիվ օգտատերեր են համարվում։ Այսինքն իրենք ամեն օր հրապարակում են անում։ Հայաստանում էլի բավականին մոտ 800,000-ից ավել ակտիվ հետևորդ ունենք, ովքեր որ եթե ոչ ամեն օր, գոնե օրը մեջ պարտադիր հրապարակում են անում։ TikTok-ը իհարկե շատերի մոտ այսպես հակասական կարծիքներ ունի, բայց իրականում մասնագիտական առով ինքը շատ արդյունավետ հարթակ է, հատկապես երբ որ առանց գովազդ, առանց գումար ծախսելու ինքը քո ռիլերը առաջ է տանում։ Ու իր ֆորմատով ինքը շատ նման է Instagram-ի story բաժնին։ Օրինակ Instagram-ում ինքը story-ները առավելագույնը 15 վայրկյան է թույլ տալիս, ինչքան կարճ, այնքան դինամիկ, այնքան լավ։ Նույնը TikTok-ում ինչքան կարճ է լինում հոլովակը, այսինքն նույն Instagram-ի story բաժինը կարելի է ասել TikTok-ի ռիլերի բաժինն է։ Ու TikTok-ի ներուժը պետք է օգտագործել։ Օրինակ շատերը օրինակ ասում են, վայ, այնտեղ չգիտեմ, կոնտենտը լավը չէ, մեր ոլորտը ամոթ է, որ այդ հարթակում լինի, բայց իրականում եթե այդպես նայենք, վատ բան յուրաքանչյուր հարթակում էլ կա։ Այնպես չէ TikTok-ն է միայն ինչ-որ վատ բաներ, ու հատկապես այն դեպքում, երբ որ TikTok-ը այդ ճակերտավոր վատ բաները ասված է, ինքը ցուցադրում է, երբ որ դու հետաքրքրված ես նման բաներով։ Օրինակ վերջումերի սեմինարներից մեկի ժամանակ էլի այսպես ասացին, որ ցույց է տալիս, ասում ուրեմն դուք նայել եք, այսպես մի քիչ հումորային ստացվեց։ Իրականում, եթե դու թերթում ես քո feed-ը TikTok-ի, օրինակ ինչ-որ մի բան գալիս է, եթե դու մի քանի վայրկյան նայում ես, կամ նորից ես հետ տալիս նայում, ինքը արդեն ճանաչում է, որ դու հետաքրքրված ես դրանով։ Հետո կսկսի, օրինակ հաստատ դուք էլ նկատած կլինեք, այդ ռեգ սիստեմը այդպես է աշխատում։ Կամ օրինակ ուղարկում ես ինչ-որ մեկին, անգամ եթե ինքը ոչ լավ բան է, ուղարկելուց հետո մի հատ նայի, ինքը արդեն համարում է ակտիվություն։ Հետո արդեն անջատում ես մի քանի ժամ հետո նորից ես մտնում, արդեն սկսում է նմանատիպ մի 10 հատ բան բերել։ Այսինքն եթե դու չես ուզում վատ կոնտենտ, ուղղակի մի նայի վատ կոնտենտ, միանգամից դու սկրոլ արա էկրանը ու քեզ չի բերի վատ բաներ։ Ուղղակի TikTok-ի հնարավորությունները պետք է օգտագործել առանց գումարի, քո հոլովակները հրապարակես, պարզապես այստեղ ցանկալի է, որպեսզի TikTok-ի եւ Instagram-ի կոնտենտը տարբեր լինի, որովհետեւ իրենք մրցակիցներ են հիմա համարվում։ Եվ ոնց որ մեկը օրինակ շատ սխալներից մեկը հենց այն է, որ դուք նկատած կլինեք, որ Instagram-ից ներբեռնում են ինչ-որ ռիլը եւ Instagram-ի լոգոյով տեղադրում են TikTok-ում կամ հակառակը։
հրապարակը։ Բայց այդ դեպքում երկու էջերն սկսում են пассивանալ, որտեղ մրցակիցների էջում մեկի լոգոն այսպես ասած ռոպագանդում ես եւ այդպես սկսում է չաշխատել։ Ցանկալի է, եթե նկատած կլինեք, բավականին հայտնի ընկերություններ Հայաստանում իրենց TikTok-ի կոնտենտը տարբեր է, որովհետեւ իրենք ճիշտ մարքեթինգային ռազմավարություն ունեն, նույնը չեն անում։ Օրինակ շատերը դա համարում են ֆինանսական ավելորդ ծախս, ասում են դե ինչ հրապարակում եք Facebook, Instagram, նույնը հրապարակեք TikTok-ում, բայց այդպես մեկը մեկին այսպես դիտումների նվազում են բերում։ TikTok-ը պետք է օգտագործել հիմնականում մարդկանց հոսքը Instagram եւ Facebook բերելու համար։ Ամենալավը աշխատում է այնպես, երբ որ դու TikTok-ում այսպես ասած խայծ գցում ես Instagram-ում արված ինչ-որ հրապարակման վերաբերյալ կամ Instagram-ում մրցույթ ես տեղադրում, դրա մասին հայտարարում ես TikTok-ում, այսինքն այդ տարբերակով եթե աշխատացնում ես, TikTok-ը շատ լավ աշխատում է։ Ու բացի դա, նաև ինքն դիտումների համար վճարում է, դիտումների ուղիղ եթերների համար, այսպես on-line դրամապանակ բաժնում նաև գումար է հավաքվում, բացի քո բիզնեսի առավելությունը նաև կարող ես գումար աշխատել TikTok-ում։ Նաև շատ հաճախ մարդիկ տեղադրում են նույն տեսանյութերը եւ նույն ռիլերը տարբեր հարթակներում մտածելով օրինակ եթե իրենց ընկերներն են Facebook-ի նայելու օրինակ իրենց ընկերներից շատերը չկան Instagram-ում կամ TikTok-ում դրա համար են դրանք տեղադրում այսինքն նույն կոնտենտը չարժի տեղադրել երեք հասցե հա Facebook-ում Instagram-ում կարելի է որովհետեւ երկուսը պատկանում են Meta-ին այսինքն նույն մարդու սոցիալական հարթակներն են իսկ TikTok-ը արդեն լրիվ այլ մարդու է ու ինքը միշտ Instagram-ի հետ այսպես մրցակցության մեջ է մեկը մի բան է հանում հետո մեկը մյուսին ադում մի հատ ինչ որ առավելություն է թողարկում TikTok օրինակ մոնտաժային ավտոմոնտաժի հետաքրքիր բաներ առաջարկեց դրան ի պատասխան Instagram-ը իր ռիլերի մոնտաժի edit ծրագիրը հրապարակեց այսինքն սա հաշվի առնելով պետք է մի քիչ խորանալ ու հասկանալ ինչքանով բիզնեսին օգուտ կտա որ նույն հոլովակը տեղադրես դա միայն վնաս է տալու էլի տվյալ բիզնես էջերին Շատ լավ, նաև մենք խոսեցինք դասընթացներից եւ հետաքրքիր է նաև դասընթացների ընթացքում լինում են դեպքեր, երբ որ օրինակ միջազգային ոլորտից մարդիկ են գալի եւ իրենց փորձով կիսվում եւ Հայաստանը որքանով պետք է աճի, որ թե արդեն միջազգային մակարդակին համապատասխան է մեզ մոտ SMM-ը եւ մարքեթինգը։ Չէ, ցավոք, այսպես որ ասեմ, Հայաստանում շատ այսպես խորացված է մասնագիտական առումով ու այսպես որ ինչ որ խոսնակներ կան, շատ հազվադեպ են ու բավականին խոշոր ընկերություններ կան մարքեթինգի ուղղությամբ որ իրենք կազմակերպում են, բայց ոչ շատ հաճախ բնույթ է կրում։ Հիմնականում ավելի շատ միջազգային փորձ ստանում ենք, երբ որ մենք գրանցվում ենք ինչ-որ on-line դասերի, ինչ-որ կուրսերի։ Կան բավականին հայտնի մարքետոլ թվային մարքեթինգի մասնագետներ, ովքեր իրենց սոցիալական հարթակներում բարեբարաբար վեբինարներ, on-line կուրսեր են անցկացնում, ռուսների մեջ, ամերիկացիների մեջ բավականին հայտնի մարդիկ կան, ովքեր եւ ունեն խոշոր ընկերություններ եւ շուկայում բավականին թելադրող դիրք ունեն։ Ավելի շատ այդ տարբերակներ ընդունված, որ մենք այստեղից մասնակցենք on-line վերապատրաստման ինչ-որ կուրսերի, որոնք որ բավականին լավ են, որովհետև դրսի շուկայից ինչ-որ ինֆո վերցնել ինքը ավելի շատ օգտակար է, որովհետև հայկական շուկան ինքը բավականին փոքր է ու հիմնականում մեկը մյուսին ընդօրինակում են, ինչ-որ մի ռիլը արդեն տրենդ է դառնում, նույնից մեկը մեկին, դրա համար ես էլ միշտ եւ աշխատանքի մեջ արդեն եւ իմ ուսանողներին միշտ խորհուրդ եմ տալիս, որ եթե ինչ-որ իդեաներ եք ցանկանում գեներացնել, ոչ թե մրցակից հայկական էջերից վերցրեք այդ իդեաները։ Իհարկե պետք է ուսումնասիրել մրցակիցներին, որպեսզի հասկանան ինչն են տեղադրել, ինչն է ավելի լավ աշխատել, հնարավոր է այդ նույն իդեայից ելնելով մեկ այլ հետաքրքիր գաղափար առաջանա հրապարակելու, բայց նույնը ընդօրինակել, հատկապես Instagram-ը չի սիրում կլոնավորում։ Այսինքն, երբ որ դու ինչ-որ մի տեղից տեքստ ես կոպի անում, անգամ ChatGPT-ին դիմելուց հետո նույն տեքստը երբ որ դու հրապարակում ես, ինքը արդեն համարվում է մեկ անգամ հրապարակված սոցիալական ցանցում, մեկ անգամ արդեն իսկ եղած կոնտենտ։ Ու քեզ մոտ դիտումները ավելի վատ են լինում։ Անգամ եթե դու քո անձնական էջի նախկին հրապարակումները նույնից վերահրապարակես, նույն տեքստը անդադ կոպի անես, վերես առաջ, միևնույնն է չի աշխատելու։ Որտեղ ինքը ցանկանում է, որ ցանկացած յուրաքանչյուր հրապարակում լինի կրեատիվ, լինի նոր, նկարները չլինեն ներբեռնված, չլինեն ինչ-որ մի մրցակից էջից ներբեռնված, այլ լինեն հենց քո հեռախոսով նկարված, քո կողմից ստեղծված կոնտենտ։ Այսպես ավելի լավ է աշխատում։ Նաև մեր զրույցը ամփոփելով, ինչ խորհուրդ կտաք այն սկսնակ մասնագետներին, ովքեր որ նոր են մուտք գործում այս ոլորտ, ինչ հիմնական քայլեր են անհրաժեշտ, որպեսզի նրանք սովորեն, որպեսզի այս ոլորտում իրենց տեղ ունենան եւ առաջ գնան։ Ես խորհուրդ կտամ, որ ամենակարևորը միշտ ինքնակրթվել, իրենք մտածեն, որ իրենք ամեն փուլում կլինի 1 ամսվա SMM մասնագետ, կլինի 1 տարվա, կլինի ինձ նման 10 եւ ավել տարիների փորձ ունեցող մասնագետ, միևնույն ինքը չսահմանափակվի։
յուրաքանչյուր գոնե 6 ամիսը մեկ անգամ հետաքրքրվի ոլորտում ամենալավ մասնագետները միջազգային շուկայում ովքեր են եւ անդադ ինչ-որ կուրսեր վերցնի։ Այսինքն իր աշխատած գումարը որոշակի միշտ կրթության մեջ ներդնի, որպեսզի ինքը առաջ գնա։ Եթե մեկ անգամ սովորի կամ երկու անգամ սովորի, ինքը չի կարող մրցակցային շուկայում երկար գոյատևել, որովհետեւ ինչպես բոլորն էլ գիտեն, շատ արագ է ամեն զարգանում, մասնագետների թիվը շատ է լինում, պետք է անպայման ունենաս շատ գիտելիքներ, ինչ-որ նոր կրեատիվ գաղափարներ, որպեսզի կարողանան մարդիկ մեծ ընտրության մեջ ոնց որ կանգ առնեն հենց տվյալ մարդու աշխատանքի վրա, որպեսզի տեսնեն ու անընդհատ կրեատիվ գաղափարներ կարողանան առաջարկեն, ունենան սեփական բլոգ, որպեսզի կարողանան ինչ-որ, չգիտեմ, հոդվածներ, եթե գրելու copywriting-ի հետ կապված նաև, այսպես ասած, ծեր ունեն, նաև կարողանան իրենց էջում հրապարակումներ անեն, ինչ-որ SMM-ի տենդենսների հետ կապված, այսինքն պետք է նաև իրենց էջը լինի գեղեցիկ։ Օրինակ շատ SMM մասնագետներ կան, ովքեր մտածում են, որ իրենք պետք է միայն զբաղվեն այլոց էջերի առաջխաղացմամբ, բայց իրականում մարդիկ շատ դեպքերում հենց նայում են SMM մասնագետի էջը։ Այսպես ասած, այսպես բան կա, չէ, Հայաստանում ասում են կոշկակարի հակամիշտ կոշիկ չկա, նույնը SMM մասնագետներից շատերը ասում են ժամանակ չկա։ Իհարկե, հա, բնականաբար գործի մեջ ժամանակ չի լինում, բայց շատերը, օրինակ ես իմ օրինակով կարող եմ ասել, որ շատ հաճախորդներ եղել են, որ հենց տեսնելով իմ էջը ասել են հենց ձեր էջի նման մենք էջ ենք ուզում։ Այսինքն իմ էջը եղել է այսպես պորտֆոլիո եւ գունային եւ վիզուալի առումով, դրա համար ես խորհուրդ կտամ, որ առաջինը սկսեն իրենց էջից, իրենց էջի էսթետիկայից, վիզուալից, որպեսզի ինչ-որ ցույց տալու բան ունենան, որպես սկսնակ մասնագետ արդեն պոտենցիալ հաճախորդներին։ Եվ նաև ամենակարևոր քայլերից մեկը, ինչպես նշեցիք, դիտարկենք սա որպես ոչ թե երկրորդային, այլ առաջնային ամենակարևորն է, որ չդիտարկեն իրենց ունենան մի մասնագիտություն, ասեն լավ թե գործից հետո սա կանեմ, գործից հետո սա կանեմ, ամենակարևորը, եթե ուզում են իսկապես ոլորտում հաջողել, իսկապես ինչպես այդ գովազդներում կա, որ շատ գումարներ աշխատեն, այսպես գայթակղիչ գովազդներում ինչպես որ կա, դրան կարելի է հասնել։ Սակայն այն դեպքում, երբ որ դու դա դիտարկես քո հիմնական մասնագիտությունը, լրջորեն վերաբերվես մասնագիտությանը, անընդհատ վերապատրաստվեց, միանշանակ դա ինչ-որ հեքիաթի ժանրից չէ, որ բավականին բարձր գումարներ կարող ես վաստակել։ Պարզապես պետք է իրան դիտարկել լուրջ մասնագիտություն, խորանալ, աճել, զարգանալ, անընդհատ այսպես ամենտեղից գիտելիք վերցնել, մասնակցել սեմինարների, վեբինարների եւ անընդհատ գնալ դեպի առաջ։ Շնորհակալ եմ շատ Անի ջան, հետաքրքիր եւ ինֆորմացիոն զրույցի համար։ Ես շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք թվային մարքետոլոգ, SMM մասնագետ, SMM for Business մարքեթինգային ընկերության հիմնադիր տնօրեն Անի Զորաբյանի հետ։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք հաղորդումը։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հաղորդումը եւ այսօր ասեմ, որ սեպտեմբերի 16-ն է եւ այսօր նշվում է օզոնային շերտի պաշտպանության միջազգային օրը։ Այսօրը ընտրվել է ի պատիվ Մոնրեալի օզոնի շերտը քայքայող նյութերի մասին արձանագրության ստորագրմամբ։ Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից պաշտպանող օզոնային շերտի պահպանության խնդիրը համարում են առաջնային բոլոր երկրների համար։ Մասնագետները տեղեկացնում են մեր մոլորակի վերնոլորտում օզոնային շերտի քայքայման մասին։ Անգլիացի մասնագետների տվյալների համաձայն այդ գործընթացը անմիջականորեն կապված է արդյունաբերություններում եւ կենցաղում քլոր պարունակող քիմիական նյութերի օգտագործման հետ։ Այս նյութերը լայն տարածում են գտել գյուղատնտեսությունում եւ տնտեսության շատ այլ բնագավառներում։ Ինչպես հայտարարում են գիտնականները, սրանց արտահանումները օզոնային շերտի քայքայման հիմնական պատճառներն են եւ վնասակար են ոչ միայն մարդու առողջության, այլ երկրի վրա բոլոր կենդանի օրգանիզմների համար։ Միջազգային հանրության ջանքերը օզոնային շերտի պահպանության գործում ուղղված են նրա վերականգնմանը, ուլտրամանուշակագույն կենսաբանական ակտիվ ճառագայթման ինտենսիվության նվազեցմանը։ Դրա արդյունքը կլինի մարդու առողջության համար վնասակար հետևանքների նվազեցմամբ։ Իսկ հիմա, սիրելի հեռուստադիտողներ, ձեզ ուզում եմ ներկայացնեմ աշխարհի ամենահետաքրքիր եւ յուրահատուկ պետություններից մեկի հետ՝ Մոնակոյի հետ։ Չնայած չափերով փոքր լինելու, Մոնակոն համարվում է հսկայական ազդեցություն ունեցող երկիր իր պատմությամբ, մշակույթով եւ տնտեսությամբ։ Գտնվելով Միջերկրական ծովի ափին, Ֆրանսիայի հարավում, Մոնակոն համարվում է աշխարհի երկրորդ ամենաանկախ, ամենափոքր պետությունը Վատիկանից հետո։ Իսկ հիմա առաջարկում եմ դիտենք Մոնակոյի մասին պատմող տեսանյութը։
Հարավային Եվրոպայի մի անկյունում միջերկրական ծովի կապույտում գտնվում է մի փոքրիկ բայց հզոր պետություն՝ Մոնակոն։ Մոնակոյի տարածքում մարդիկ առաջին անգամ իրենց բնակավայրերը կառուցել են մեր թվարկությունից առաջ 10-րդ դարում։ Նրանք փյունիկացիներն էին, ավելի ուշ նրանց միացան հույններն ու մոնոները։ Ժամանակակից Մոնակոյի պատմությունը սկսվում է 1215 թվականին Ջենովայի հանրապետության տարածքում ամրոցների կառուցմամբ։ 1297 թվականի հունվարի 8-ին Մոնակոյի քաղաքացիական պատերազմի ժամանակ այն գրավվեց Ֆրանչեսկո Գրիմալդիի և նրա կողմնակիցների կողմից։ Այդ ամսաթիվը համարվում է Գրիմալդիի կառավարության սկիզբը և անկախ Մոնակոյի գոյության օրը։ Այդ ժամանակվանից արդեն 700 տարի է կայսրությունը կառավարում են այդ ընտանիքի ներկայացուցիչները։ 1641 թվականին Պեռոնական պայմանագրի համաձայն այն անցավ Ֆրանսիայի հովանու ներքո, իսկ 1789 թվականին երկիրը միացել է Ֆրանսիային։ Աշխարհի ամենաերկարակյաց բնակչությունը ունի Մոնակոն։ Նրա բնակիչների կյանքի տևողությունը կազմում է մոտ 90 տարի։ Մոնակոյի եկամուտի հիմնական աղբյուրներն են առևտուրը, միջազգային զբոսաշրջությունը, նամականիշների և հուշանվերների վաճառքից ստացված միջոցները։ Զարգացած են արդյունաբերության, էլեկտրոնային, քիմիական, մեքենաշինության, սննդի և այլ ճյուղերը։ Դե սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, մնացեք բարյավ, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը։